Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Քվեաթերթիկի 9-րդ համարով։ Քաղաքական ուժը ներկայացրել է 9 քայլից բաղկացած ծրագիր, որի առանցքում 4-րդ հանրապետության հռչակման գաղափարն է։ Կուսակցությունն առաջարկում է նոր սահմանադրություն, երկպալատ խորհրդարան, նախագահի ինստիտուտի ուժեղացում եւ կառավարման համակարգի փոփոխություն։ Ծրագրում տեղ են գտել նաեւ անցումային արդարադատության գաղափարը, 90-ականներից սկսած սեփականաշնորհման գործընթացի վերանայման եւ պատասխանատվության մեխանիզմի ձևավորման համար։ Սոցիալ-տնտեսական հատվածում կուսակցությունը խոստանում է նվազեցնել հարկային բեռը, վերանայել գույքահարկը, ապահովել անվճար քաղաքային տրանսպորտ, անվճար կրթություն եւ որակյալ բուժօգնություն։ Ծրագրում նշվում է նաեւ աշխատավարձերի ինդեքսավորման, փոքր եւ միջին բիզնեսի խրախուսման եւ կոռուպցիայի համար պատժի խստացման անհրաժեշտությունը։ Կուսակցության ծրագրում առանձին շեշտվում է Արցախի եւ Նախիջևանի հարցը։ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցությունը հայտարարում է, որ իր օրակարգում են Արցախի եւ Նախիջևանի ազատագրման, նաեւ տարածքային պահանջատիրության հարցի բարձրացումը առանց հայ-արյան նոր կորստի։ Սակայն քաղաքական ուժը չի հստակեցնում ինչ մեխանիզմներով է հնարավոր վերադարձնել տարածքները առանց պատերազմի եւ առանց արյուն թափելու։ Ծրագրում բաց է մնում ամենակարևոր հարցը՝ ինչ ճանապարհով, ինչ գործիքներով եւ ինչ միջազգային կամ իրավական հիմքով է կուսակցությունը պատկերացնում այդ նպատակների իրականացումը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։